մենք որ թվին ենք, որ թվի բյուջեի տվյալն է սա, որ 180%-ով 18-ի համեմատ, այսինքն նկատի ունեմ 25 թվի ցուցանիշն է։ Այո, 25 թվականի ցուցանիշի մասին է խոսքը, որը կազմել է շուրջ 40.2 միլիարդ պետական բյուջեից հատկացում։ Եվ 18-ին եղել է 18-ին ունեցել ենք շուրջ 14 միլիարդի հատկացում եւ կարող ենք տեսնել, որ աճը էական է։ Շատ լավ, այսինքն համարյա 3 անգամ աճել է։ Պետք է հավելեմ, որ այստեղ ներառվում է նաեւ ռազմարդյունաբերության բյուջեն։ Հարգելի գործընկերներ, այստեղ շատ կարևոր է նաև արձանագրել, թե այդ բյուջեի փոփոխության արդյունքում կոնկրետ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել մեր գիտնականների վարձատրության համակարգում եւ մասնավորապես 2026 թվականի այսօրվա դրությամբ 2021 թվականի, այսինքն ծրագրի ընդունելու համեմատ, եթե 2021 թվականին, ասենք, լաբորանտի աշխատավարձը 67300 դրամ էր, 2026 թվականին նվազագույն աշխատավարձը, բայց սա ատեստավորումով թե առանց։ Ատեստավորումով, պարոն վարչապետ։ Այսինքն կամավոր ատեստավորման շեմը հատելու դեպքում նվազագույն, այսինքն նվազագույն շեմը հատելու դեպքում գործ ունենք։ Գիտության պարագայում մի փոքր այլ համակարգ է ատեստավորման, կան տարակարգեր, այսինքն կան պահանջներ յուրաքանչյուր հաստիքի մասով, որը պետք է բավարարի տվյալ հաստիքը զբաղեցնող մարդը։ Հիմա լաբորանտի պահանջները բավարարելու պարագայում զբաղեցնում է այդ հաստիքը եւ ստանում է այդ վարձատրությունը այն չափով, որը որ բարձրացված է։ Սա բազային վարձատրություն։ Նվազագույն աշխատա, այսինքն ավելին էլ կարող է լինել։ Կարող է, իհարկե, քանի որ բացի այս ուրեմն բազային վարձատրությունից մենք ոլորտում ներդրել ենք բազմաթիվ դրամաշնորհային ծրագրեր եւ մեր արդյունավետ աշխատող գիտնականները բացի բազային վարձատրությունից ստանում են առնվազն դրա չափը գերազանցող, ընդ որում ոչ մեկ անգամ գերազանցող վարձատրություն։ Շատ լավ, համենայն դեպս 2021 թվականի համեմատ 21 թվականին լաբորանտ ճարտարագետ 67300 դրամ, 2026 թվականին 138300 դրամ նվազագույն աշխատավարձ, այսինքն աճը 105%-ով, ավելի քան կրկնապատիկ։ Ավագ լաբորանտ, ավագ ճարտարագետ 21 թվականին 76000 դրամ, 2021 թվականին 76000 դրամ, 2026 թվականին 179000 դրամ, աճը ավելի քան 135%։ Կրսեր գիտաշխատող 21 թվականին 90400 դրամ, 2026 թվականին 276000 դրամ, այսինքն աճը 205%։ Ավագ գիտաշխատող 2021 թվականին 99000 դրամ, 2026 թվականին 343000 դրամ, աճը 246%։ Առաջատար գիտաշխատող 2021 թվականին 114300 դրամ, 2026 թվականին 443800 դրամ, աճը 288%։ Գլխավոր գիտաշխատող 2021 թվականին 138100 դրամ, 2026 թվականին 552900 դրամ, աճը 300%։ Գիտական խմբի ղեկավար 2021 թվականին 129000 դրամ, 2026 թվականին 410000 դրամ, աճը 217%։ Գիտական ստորաբաժանման ղեկավար 2021 թվականին 141%, 2026 թվականին 477000 դրամ, աճը 238%։ Եվ ուզում եմ ընդգծել, որ բարձրացած չափերը մենք խոսում ենք նվազագույն վարձատրության մասին, եթե այլ գիտական ծրագրերի տվյալ աշխատողը չի մասնակցում, բայց քանի որ ֆինանսավորումը գիտության ոլորտի հսկայական աճ է արձանագրել, շատ քիչ են այն դեպքերը կամ առնվազն մեծամասնություն չեն, երբ որ գիտական գործունեությամբ զբաղվող մարդը որևէ այլ տեղում որևէ ծրագրի չի մասնակցում։ Ես ուզում եմ արձանագրել նաև, թե մենք ինչ ենք իրականացրել գիտության ոլորտի սարքավորումների ձեռքբերման համար, որովհետև գիտությունը այո գիտաշխատողների աշխատանքը առավել արդյունավետ դարձնելու համար շատ կարևոր են նաև գիտական սարքերը
եւ 2021 թվականից 2026 թվականներին գիտական 142 սարքավորումների համար տրամադրվել է շուրջ 13 միլիարդ դրամ եւ սրանց շարքում է նաեւ սուպեր համակարգիչը Երևանի պետական համալսարանի, որի ձեռքբերման եւ տեղադրման ծախսերը կազմել են 3.7 միլիարդ դրամ։ Բայց այս թվերի հետևում կա բովանդակություն, որի մասին ես ուզում եմ խոսել, որովհետեւ Երևանի պետական համալսարանում, երբ որ մենք մասնակցում ենք սուպեր համակարգչի գործարկման արարողությանը պաշտոնական, մի շատ հետաքրքիր դետալ բացահայտվեց, որ երբ 2022 թվականին, 21-22 թվականին կառավարության ներկայացուցիչները սկսել են խորհրդակցություններ գիտության ոլորտի ներկայացուցիչների հետ սուպեր համակարգիչ ձեռք բերելու առումով, գիտության ոլորտի ներկայացուցիչները որոշակի հոռետեսություն են հայտնել, ասելով, որ Հայաստանում այդպիսի գիտական ներուժ չկա, որպեսզի սուպեր համակարգիչը պատշաճ ձևով օգտագործի եւ մտավախություն են ունեցել, որ այն կտեղադրվի եւ պարապուրդի կմատնվի եւ հարցեր կառաջանան։ Բացման արարողության ժամանակ գիտական խմբի ղեկավարը ասում էր, որ այս սուպեր համակարգիչը արդեն քիչ է մեզ համար եւ մեր ամբողջ հնարավոր պոտենցիալը իրացնելու համար մեզ հարկավոր կլինեն այլ սուպեր համակարգիչներ, բայց լավ լուրն այն է կամ լավ լուր է, որովհետև մենք արձանագրեցինք, որովհետև այս տեղում հարց տվեցի, ասի շատ լավ, պետական միջոցներով ինչ սուպեր համակարգիչ եք ակնկալում։ Եվ պատասխանը ամենահնարավոր, ամենալավ բովանդակությունն ուներ, որովհետև ասվեց, որ պետական բյուջեից սուպեր համակարգչի գնում չի ակնկալվում, ինչու, որովհետև մասնավոր ոլորտում արդեն իսկ իրականացվում են ներդրումներ եւ մասնավորապես Գագարինում սուպեր համակարգչային կենտրոն է բավականին հզոր ստեղծվում, որը կարող է սպասարկել նաև մեր գիտության ոլորտի այս պահին առկա պահանջարկը եւ բացի դա մենք գիտենք, որ իրականացվում է Firebird հրազդանում Firebird ընկերության նախագիծը եւ այդ նախագծի իրականացման գործում բավական շոշափելի եւ էական դեր ունեցավ 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև ստորագրված մտադրությունների հուշագիրը, որի արդյունքում Firebird ընկերությունը արտահանման իրեն անհրաժեշտ լիցենզիաները ստացավ եւ սա էլ մի գեր հզոր սուպեր համակարգչային կենտրոն է, առնվազն տարածաշրջանի մասշտաբով գերհզոր սուպեր համակարգչային կենտրոն է, որը ենթադրում է, որ առաջիկայում մենք պետական բյուջեով նման ծախսեր անելու անհրաժեշտություն չենք ունենա, բայց այդտեղ